Շնորհակալություն, էլի հարցեր խնդրեմ, պարոն Բաբայան։ Շնորհակալություն, պարոն Ավենյան, իմ հարցը ըստ էության կշարունակի պարոն Բագրատյանի հարցին։ Դուք ասացիք փոքր կենտրոնում ավտոմեքենաների սահմանափակում, բայց նաև փոքր կենտրոնում շինարարության սահմանափակման մասին պետք է խոսել, կարծում եմ, եւ այս կոնտեքստում հարցս հետեւյալին է վերաբերվում։ Արդեն երևի, չգիտեմ, կլինի 1 տարի լայնորեն գովազդվում է, բայց իմ տեղեկություններով շինթույլտվություն չունի Օրբելի փողոցի վրա 535 հարկանի շենքի նախագիծը, որը ենթադրում է առավոտյան կամ երեկոյան ժամին միանգամից 2000 մեքենայի մուտք Բաղրամյան փողոց կամ Օրբելի փողոց, որը իր հերթին նշանակում է կոլապս։ Ուզում եմ հասկանալ, ի վերջո շինթույլտվություն կա կամ լինելու է թե չէ 535 հարկանի շենքի Օրբելիում եւ ոնց կարող եթե հանկարծ լինի, ոնց է դա այդ նույն տրամաբանության մեջ կենտրոնը բեռնաթափելու տրամաբանության մեջ մտնում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան, գիտեք, Օրբելին իհարկե փոքր կենտրոն չի, չնայած այդտեղ շատ խիտ է երթևեկությունը, եւ այսպես ասեմ, բոլոր տեսակի որոշումները շինթույլտվություն տալ թե չտալու վերաբերյալ կայացվում են հետեւյալ տրամաբանությամբ։ Նորմատիվային խախտում ունենք, չունենք, օքեյ, լավ, հիմա ընդհանուր առմամբ եկեք հասկանանք, եթե X տարածքում, այս տարածքում թույլատրելի է օրինակի համար 40% կառուցապատում։ Երևանի քաղաքապետարանը կառուցապատման տոկոսը արդեն իսկ ֆիքսել է համալիրների համար, որ 40 չի կարող լինել, պետք է լինի 30%։ Այսինքն մենք այդտեղ արդեն սահմանափակումը մտցրել ենք։ Հիմա եկեք հասկանանք, մեզ ինչն է ավելի ձեռնտու։ Եթե օրինակ այս տարածքի վրա կառուցապատվի այդ 40%-ը, թե այդ 40%-ի փոխարեն կառուցապատվի 18%-ը, ենթադրենք, բայց հարկայնությունը ավելի բարձր։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն մեր ընդհանուր քաղաքականությունը կայանում է նրանում ոչ թե որ ավելի խիտ կառուցապատեք, ժողովուրդ ջան, այլ ավելի նոսր կառուցապատեք, բայց թույլ կտանք ավելի բարձր որոշ դեպքերում։ Եվ երբ որ այս նորմատիվային տրամաբանությամբ այս հաշվարկի մեջ նմանատիպ նախագծեր են առաջանում, որոնք ասում են շատ լավ, մենք պատրաստ ենք ավել գումար ծախսել, որովհետև բարձր կառուցապատելը ավելի թանկ արժի եւ ավելի նոսր կառուցապատել, որովհետեւ հիմա տենց ավելի շատ པարզ եմ ասում, էլի, կոպիտ ասած 216 հարկանի շենք ստանալը իրար կողք նույն ծավալի ավելի ինքնարժեք է առումով էժանա, քան թե 132 հարկանի շենք ստանալ մի կետում, այսինքն ավելի նոսր կառուցապատում։ Մեր քաղաքականությունը կայանում է նրանում քաղաքաշինության նաև կոմիտեն էլ է այս քաղաքականության կրող, որ ընդհանուր առմամբ մեզ պետք է ավելի նոսր կառուցապատում, ավելի շատ հանրային տարածքներ, ավելի շատ կանաչապատ տարածքներ, այս խաղի կանոններով շարժվենք, ժողովուրդ ջան, եւ բոլոր այն դեպքերում, երբ որ այս խաղի կանոններին մարդիկ արձագանքում են, այդ դեպքերում արդեն իրենք ստանում են իրենց համապատասխան թույլտվությունները։ Գիտեմ շատ դեպքերում, գիտեք, կառուցապատման ոլորտը ինքը շատ խիստ մասնագիտական ոլորտ է, եւ ես այսպես ասեմ, բոլոր, այսպես ասած, կարծիքները իհարկե լսելով, ես լսում եմ 5 ճարտարապետի կարծիք այնուամենայնիվ, այսինքն, որովհետև ինքը տենց բուն շատ մասնագիտական հոսքերի մյուսի հարցեր են, եւ միակ բանը նաեւ, որ այդտեղ Երևանի քաղաքապետարանը փոխել է, եւ ամենակարևոր բանը կարծում եմ, մենք միայն նախորդ տարի այդ ոլորտից հավաքագրել ենք 24 միլիարդ դրամ։ 24 միլիարդ դրամ, դրա նախորդ տարիներին 0 էր հավաքագրվում։ Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ կառուցապատման որևէ թույլտվություն տրվում է, Երևանի քաղաքապետարանը հստակ տուրքեր ունի եւ Երևանի քաղաքապետարան էական մուտքեր են ապահովում նաեւ այդ առումով։